Մայիսի 9-ից մինչև 12-ը Վրաստանում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։ Բոլոր պետական հիմնարկ ձեռնարկությունները, կրթական հաստատությունները, արդարադատության կենտրոնը եւ բանկերն այս օրերին չեն աշխատում։ Այսօր եւս մայիսի 12-ին Վրաստանում հանգստյան օր է։ Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը։ Ուզում եմ շնորհավորել բոլորին այսօրվա կապակցությամբ։ Մայիսի 12-ին Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակի օրը։ Սուրբ Անդրեասը համարվում է Վրաստանի առաջին քրիստոնյա քարոզիչը եւ Վրաց ուղղափառ եկեղեցու հիմնադիրը։ Ըստ եկեղեցական ավանդույթի նա առաջինն էր, ով քարոզեց քրիստոնեությունը Վրաստանի տարածքում։ Ավանդության համաձայն Սուրբ Անդրեասը Վրաստան է ժամանել Աստվածամոր ուղղորդմամբ, տարածելով քրիստոնեության լույսը։ Սուրբ Անդրեասի միսիոներական գործունեությունը ներառել է Վրաստանի տարբեր շրջաններ։ Ըստ ավանդության նա առաջինը ոտք է դրել Աջարիայի Դիդաչարա վայրում, իր հետ բերելով Սուրբ Կույս Մարիամի հրաշագործ պատկերը։ Նա շարունակել է իր քարոզչությունը Վրաստանի այլ շրջաններում, հիմնելով քրիստոնեական հավատքի հիմքերը։ Մայիսի 12-ը Վրաստանում պաշտոնապես ճանաչված պետական տոն է։ 2019 թվականից սկսած այսօրը նաև նշվում է որպես Վրաստանի նվիրումը Սուրբ Կույս Մարիամին։ Այս որոշումը նախաձեռնել է Վրաց ուղղափառ եկեղեցին եւ հաստատվել է կառավարության կողմից։ Վրաց ուղղափառ եկեղեցին Սուրբ Անդրեասի հիշատակը նշում է 2 անգամ՝ մայիսի 12-ին նրա Վրաստան ժամանման օրը եւ դեկտեմբերի 13-ին նրա նահատակության օրը։